Ֆրանսերենի 5 սխալ, որոնք շատ տարածված են ֆրանսախոսների մոտ։ Առաջինը կապված է տարիքը նշելու հետ։ Երբ ֆրանսերենում ասում ենք տարիքը, օրինակի համար պետք է ասենք j'ai, օրինակ 15 ans, ես 15 տարեկան եմ, բայց շատերը սխալ են ասում դա եւ ասում են je suis 15 ans։ Բայց մենք ֆրանսերենում չենք ասում ես 15 տարեկան եմ, ասում ենք ես ունեմ 15 տարի, այսինքն դա արտահայտվում է avoir ունենալ բայի միջոցով, ոչ թե je suis, այսինքն ոչ թե ես եմ, այլ j'ai, ես ունեմ 15 տարի, j'ai 15 ans։ Երկրորդ սխալը կապված է chercher փնտրել բառի հետ, շատերը օգտագործում են այսպես, օրինակի համար ասում եմ ես փնտրում եմ իմ հեռախոսը, շատերը գործածում են այսպես je cherche pour mon téléphone, այսինքն pour բառը անիմաստ գալիս է նախադասության մեջ, pour նշանակում է համար, եթե բառացի թարգմանեմ հայերեն այդ նախադասությունը կլինի ես փնտրում եմ իմ հեռախոսի համար, բայց պիտի ասենք je cherche mon téléphone, ոչ թե je cherche pour mon téléphone։ Հաջորդը որոշում կայացնել արտահայտությունն է, որը գործածվում է շատ հաճախ որպես faire une décision, այսինքն որոշում անել, բայց այսպես սխալ է ֆրանսերենում, պետք է ասենք prendre une décision, որոշում կայացնել, prendre բառի միջոցով, prendre une décision, որոշում կայացնել։ Հաջորդ սխալը կապված է demander, հարցնել բառի հետ, շատ հաճախ այն գործածվում է այսպես demander une question, որը նշանակում է հարցնել հարց, եթե բառացի թարգմանենք։ Դրա համար այս կերպ չենք օգտագործում ֆրանսերենում, ոչ թե կասենք demander une question, այլ կասենք poser une question, այսինքն հարց տալ։ Եվ վերջինը կապված է toi և t բառերի հետ, օրինակ երբ ասում եմ ես քեզ սա կբացատրեմ, պիտի ասեմ je vais t'expliquer ça, այսինքն expliquer բառից առաջ պետք է դնենք այդ t արտահայտությունը, բայց շատերը գործածում են այսպես je vais expliquer toi, այսինքն ես քեզ կբացատրեմ, ես կբացատրեմ քեզ, այս ձևը սխալ է, կամ օրինակի համար ասում են je vais donner toi, ոչ թե je vais donner toi, այլ je vais te donner, ես քեզ կտամ, այս դեպքում էլ ենք օգտագործում t բառի միջոցով, toi-ն դնել բայից հետո այս նախադասությունների մեջ կլինի սխալ,